Ընտրություններում 78-ամյա Նորիկ Քոչարյանի հաղթանակը դսեղի գործող գյուղապետ Գառնիկ Հովսեփյանի նկատմամբ ապահովել է ընդամենը 19 ձայնի առավելությունը։ Ջերմ հարաբերության մեջ եմ եղել, այսօր էլ կա այդպես եւ այդպես էլ կշարունակվի։ Ես չեմ սիրում այն ղեկավարին, որը որ իր չարածը վերագրում է նախորդի վրա։ Ես այդպեսի տոնով չեմ աշխատելու եմ անել ամեն ինչ, քանի որ գյուղում չլուծված խնդիրներ շատ կան, այդ խնդիրների ակունքին մոտ պետք է կաղնեմ իմ բնակչության, իմ սիրելի շատ սիրելի համագյուղացիների հետ, որոնք ուր էլ գնացել եմ, որտեղ էլ եղել եմ, ինձ ոգևորող ուժ են եղել, շունչ են տվել, որ ես կարողացել եմ ամուր կաղնել այնտեղ, որտեղ որ պետք է եղել հարցերի ճիշտ լուծում։ Նորիկ Քոչարյանը երկար տարիներ աշխատել է տարբեր շինարարական կազմակերպություններում, ղեկավարել մեծ արտադրական ձեռնարկություններ։ Կենսաթոշակի անցնելուց հետո Նորիկ Քոչարյանը Լինսի հիմնադրամում է աշխատել, գլխավորել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ադմինիստրատիվ շենքի վերանորոգման աշխատանքները։ Նրա կարծիքով ունեցած հարուստ աշխատանքային փորձը թույլ կտա արդյունավետ կերպով ղեկավարել դսեղ գյուղը։ Շնորհակալ եմ իմ համագյուղացիներից, որոնք իսկապես վստահեցին ինձ, իրենց համաձայնությունը տվեցին եւ ես խոստանում եմ նրանց հուսախաբ չանել։ Նորընտիր գյուղապետը նախ կզբաղվի իր նախընտրական ծրագրում նշված առաջնահերթ խնդիրների լուծմամբ։ Առաջնակարգը դա մեր գյուղի ջրամատակարարումն է, որը որ շատ վթարային վիճակում է, պետք է վերականգնեմ, այնուհետև աղբահանություն չի կատարվում քաղաքի գյուղում, այդ աղբահանության հարցը պետք է լուծեմ, արտաքին լուսավորությունը ողբալի վիճակում է, անդրադառնալու եմ ես դրան, ունենք մանկապարտեզ, որտեղ վճարի կապակցությամբ երեխաները ոչ բոլորն են կարողանում, քանի որ մենք գիտեք վճարունակ չենք, դսեղեցիներս, մեր լեռնաշխարհը հետո քաղաքից հեռու լինելը լավ չի այդպես վարձատրում մեր հողագործին, որի համար ես որոշել եմ անպայման աշխատատեղեր ստեղծել եւ մանկապարտեզ անել անվճար։ Այսօր 20 երեխա է գնում, որը կկրկնապատվի, կերապատվի, եթե անվճար լինի։ Գյուղապետի կարծիքով ֆինանսական խնդիրները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ իր նպատակներն իրագործելու համար։ Ես այս հանճարի համագյուղացին եմ։ Ես նրա այդ հանճարի անունը, Թումանյան հանճարի անունը, պետք է դրոս սարքեմ, անցնեմ հանրապետության բոլոր ղեկավարների դռներով, ծեծեմ նրանց դռները, որ նրանք երեսները շրջեն դեպի այդ հանճարեղ մարդու գյուղը։ Մենք արժանի ենք լավ ապրելու, արժանի ենք հիշվելու, այդ գյուղի փայլն ու շուքը պետք է երբեք տարիներով չխամրի, որը որ սրտի խոր ցավ կզգամ, երբ որ այդ գյուղը իր բարեկարգ վիճակով չլինի։ Ես ունեմ այդպես կարգախոս, այդ կարգախոսն է, դսեղն է մեր տունը, պահենք ու բարեկարգենք այն։ Այո, դսեղը մեր գյուղն է, մեր տունն է, նա բարեկարգման կարիք ունի, իսկ բարեկարգումը իմ ուժերի սահմաններում ես տեսնում եմ, որ հնարավոր է։ Հանրապետության ամենատարեց գյուղապետը հասկանում է, որ իր տարիքի պատճառով այսօր շատերը գուցե կասկածում են իր աշխատունակության վրա, սակայն համոզված է, որ բոլոր թերահավատներին հակառակն ապացուցելու համար իրենից շատ երկար ժամանակ չի պահանջվի։ Ինձ հարցրեց մի երիտասարդ, արդյոք ձեր տարիքը ձեզ չի խանգարի աշխատել։ Ես նրան շատ կարճ պատասխանեցի եւ սիրով նա ընդունեց, ասի՝ մի խաբվեք իմ մազերից գույնին։ Ես հլա գիտելիքներ ունեմ եւ ամենակարևորը որ մեծ հայրենասիրություն եմ իմ գյուղից ու նրա բնակիչների, նրա իմ համագյուղացիների նկատմամբ։ Այդքանը բավարար է, որ իմ պարտականությունները ես ոչ թե կատարեմ, այլ փայլուն կատարեմ եւ խոստանում եմ կատարեմ։ Այդ երիտասարդը լռեց, ոչինչ չասեց, ասեց այդ դեպքում շնորհակալ եմ, ստեսություն ու հեռացավ։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։